Պարոն Շահինյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, ազգային ժողովը 9-րդ գումարման, սկսել է իր աշխատանքները, ազգային ժողովի նախագահ ու փոխոստնակ ԿՊԱ-ականների ձայներով ընտրվեցին Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանը, իմիջիայլոց ես կուզեմ նաև անդրադառնալ Հայկ Կոնջորյանի կնոջ $10,000 աշխատավարձով աշխատանքին, Հայփոստի տնօրենը $10,000 է ստանում, եւ դե գիտեք նաև եղբայրը վերջերս ինչ սկանդալի մեջ էր հայտնվել, խնդրեմ Ռուբինյանի հետ կապված Ռուբինյանը խոսում էր, որ իր 2-ամյա երեխան ծնվել է խաղաղ պայմաններում, ինքը ամեն ինչ անելու է, որ երեխաները ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում, սա շատ նորմալ կդիտվեր, եթե այսպիսի հայտարարություն չաներ հայ ժողովրդի գլխին 4 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչը։ Խնդրեմ։ Եվ ամենակարևորը Ռուբինյանին հարց ուղեցին ուղիղ Տիգրան Աշենը հանձնելու եք թե ոչ։ Այնպիսի պատասխաններ, որոնց ըստ էության այո հանձնելու են։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ռուբեն Ռուբինյանին մեկնաբանելը դա անշնորհակալ գործ է։ Մարդ, ով բացառիկ հատկություններ է կրում հակահայկական, հակապետական իր գործունեությամբ եւ կենսագրությամբ եւ պատահական չէր նրա ամենաբարձր պաշտոնում հայտնվելու հանգամանքը։ Ազգային ժողովի նախագահան ինքը բավականին լուրջ ֆիգուր է սահմանադրությունով եւ նրա ցանկացած հայտարարություն, գործունեություն միանգամից ազդեցություն է ունենում երկրի ներքին եւ արտաքին գործունեության վրա։ Այսօր հաշվի առնելով թե ինչ ծանր իրավիճակում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի գոյություն չունեցող կառավարությունը, այսինքն իրավաբանորեն գոյություն չունեցող այս կառավարությունը, այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, դա փաստ է եւ այդ փաստը տարբեր ձևաչափերով արձանագրվում է եւ ազդելու է Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, գործունեության վրա։ Այս ողբերգալի իրադարձությունները, որ բերել են իրենք մեր պետության, մեր ազգի գլխին, շատ ցավալի հետևանքներ ունենալու, որոնք դեռևս առջևում են։ Եվ ափսոս, որ նման չափեր ունեցող ռազմերների հետ իհարկե մարդը, որ ազգային ժողովի նախագահն է, իսկ ազգային ժողովը մենք կարող ենք ասել անպասպորտ մի կանտորա է, այդ հիմնարկը անձնագիր չունի, լեգիտիմություն չունի, բայց անելիք ունի, որը վերջնականապես ուզում են կործանել, զրկել Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինչին իրենք հետևողականորեն մոտեցել են այս ամբողջ իրենց գործունեության ընթացքում։ Այո, նրանք Տիգրան Աշենը դե այնպես չի, որ պետք է Ռուբոն ասի, մենք դրանից հետևություններ անենք, իրենք դա վաղուց այդ պայմանավորվածությունները ձեռք են բերել եւ ոչ միայն այդ պայմանավորվածությունները, նշեցի, որ Փաշինյան Նիկոլը ծանր վիճակում է գտնվում, դա հենց այն վիճակն է, որ իրենց դրել են թակարդի մեջ։ Թակարդ, որը եկել է պարտքերը վճարելու, խոստումները տալու ժամանակահատվածը, ինչը ուղղակի եւ անուղղակի անդրադառնալու է մեր բոլորիս կյանքի գործունեության անվտանգության վրա։ Նախ Նիկոլ Փաշինյանը ինքը
չունի այն ազդեցությունը, որ կարողանա խորհրդարանին միանձնյա կառավարել։ Նման մեթոդներով, ձևերով ինքը փորձում է Գագիկ Ծառուկյանի դեպքով եւ մնացած մյուս քաղ բանտարկյալների, քաղ հասարակության ներկայացուցիչների, ընտրական process-ների ժամանակ տասնյակներով եւ հարյուրներով ձերբակալվածների հաշվին այդ վախը ինքը սրսկում է նաեւ իր թիմակիցների մեջ, դրանով փորձելով ցույց տալով, որ այս նույնը սպառնում է նաեւ ձեզ։ Սա ակնհայտ է, այստեղ երկրորդ տարբերակ չկա, մեկ ձայնը իր համար ինչքան կարևոր է եւ յուրօրինակ այն առաջարկությունները, որ իրենք արեցին Գագիկ Ծառուկյանին առնվազն 5 մանդատով բոլոր ապօրինությունները գործելով, տեղամասերը չեղարկելով եւ պետք է Բարգավաճ Հայաստան խմբակցությունը լիներ խորհրդարանում, ինքը գնաց այդ քայլին ստիպված հերքելով, հակասելով իր ամբողջ կյանքի գործունեության ընթացքում կատարած այն բոլոր հայտարարությունները, որ ընտրությունները կեղծվել են, եղել են ընտրակեղծիքներ, ոչ ազատ, վարչական ռեսուրսի կիրառում։ Եվ այս ամենը ամենաբարձր մակարդակով կատարվեց իր օրոք իր համար։ Գիշերը 1:30 արդեն տագնապի մեջ տեղամասերը 000 ԿՊ-ի ձայները եւ այդ տագնապի մեջ գալիս եւ հայտարարում է, որ ես վարչապետ եմ, այլապես Հայաստանը չի ունենա վարչապետ։ Նույն այս ամբողջ 18 թվականից եկած այդ ամբողջ հռետորաբանությունն է, այդ ամբողջ բառամթերքն է, որ ուզուրպացրել է իշխանությունը եւ ցանկացած ձևով, ցանկացած գնով նա պահելու է։ Թեկուզ եթե հարկ լինի, որ պետք է քայլի իր երեխաների վրայով, ինքը կքայլի չկորցնելու համար իր աթոռը, բայց աթոռը նա կկորցնի Ռուսաստան ՆԱՏՕ այս սրբազան պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության բացարձակ հաղթանակից հետո ինքը իր ձեռքով կհավաքի իր շորերը, քանի որ թե Աննա Հակոբյանը տանը չի լինի, որ օգնի, եւ հրաժեշտ կտա արդեն երկրի հակառակ կողմից։ Իսկ թե ինչ է անելու իր թիմը, ես այստեղ ուզում եմ իր թիմակիցներին եւս մեկ անգամ հորդորել. չափավոր եղեք ձեր արտահայտությունների եւ գործողությունների մեջ։ Դուք խորհրդարան եք ոչ լեգիտիմ, բայց խորհրդարանում եք եւ ներկայանում եք որպես падգամավոր, ներկայացնում եք Հայաստանի պարլամենտը։ Մի այդ խուժանության բազարի վերածեք այդ ամեն ինչը, բալագան եք սարքել։ Ամբողջ օրը եթերը սկսվում է հայոյանք, իրար մեղադրանքներ, իրար վրա ինչ որ հատատաներ, չափ ունեցեք եւ համեստությունը որոշակի չափով գոնե ձեզ ավելի կգեղեցկացնի, քան այն լպիրշությունը, որ դուք այդ թույն ու թարախը ձեր բերաններից թափում եք եւ ամբողջ հասարակությունը նյարդային վիճակով այս անորոշության մեջ նստած ձեր այլանդակություններն ու ձեր կապիկություններն են նայում եւ հետեւում։ Ձեզ զուսպ եղեք եւ շնորհք ունեցեք մի քիչ։ Տանից եք երևի դուրս եկել եւ մարդուց եք ծնվել։ Ձեր չափերի մեջ պահեք։ Հերու չի այն օրը, որ ապտակ եք ուտելու, մի հատ վզակոթին, մի հատ այտերին եւ գնալու եք ուղիղ քննիչների սենյակը։ Փորձեք այնպես ապրել, գոնե տարական հարգանք ունենաք, վաղը ձեր երեխաները ձեր փոխարեն գետինը չմտնեն։ Եկեք Ռուբեն Ռուբինյանին հանգիստ թողենք, Ռուբեն Ռուբինյանը ջհուդա թուրքական կազմակերպություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում, նա բացարձակ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կապ չունի, ինչպես շատ շատերը, ինչպես կապ չուներ Արայիկ Հարությունյանը աշխատակազմի ղեկավարը նախկին, ինչպես կապ չուներ Մխիթար Հայրապետյանը, ով ասում են ինքն էր այդ Գյումրիից դեպի Երևան այդ ամբողջ
ճանապարհային քարտեզը գծել, գրել, թե ինչպես պետք է գան եւ վերցնեն իշխանությունը։ Սա նման է մի բանի, երբ մարդ արտագնա աշխատանքից խոպանից գալուց ամեն անգամ մի երեխա է տուն բերում, ասում է դե սա էլ է իմը, սա էլ է իմը, մի օր գալիս է, տեսնում է Հայաստանի երեխաները չկա, ասում է բա ուր են, կնոջն է հարցնում, ասում է նրանց հայրերն էլ եկան իրենց տարան։ Հիմա այս իրենց մեջ արդեն այդ վեճը գնում է, իրենց մեջ արդեն այդ բախումը գնում է, դա արդեն վերածված է քրեա օլիգարխիայի, յուրաքանչյուրը արդեն իր փախնելու տեղը ունի, որոշակի գումարներ ունի, ինչ որ իր աշխատանքով զբաղվելու եւ իրենց գլխի տերերը ունեն։ Նիկոլի կենսագրությունը ովքեր չգիտեն, մենք գիտենք։ Նա շատ փոքր կարող է ունենալ թիմակիցներ, շատ փոքր։ Օրինակ Հրաչը Հակոբյան, Անայի եղբայրը։ Այո, կարող ենք ասել, որ նա ազնվորեն էր։ Մյուսները դրանք ներդրված մարդիկ են։ Այդ ամբողջ այդ թիմը, որ հավաքվել է, դա չի եղել ինչ-որ մի գաղափարի սկզբունքի շուրջ։ Մենք այս ամեն ինչին ականատես եղանք։ Այդ փոքրատիվ թիմակիցների մեջ, այո, մենք Լիլիթ Մակունցին կարող ենք նշել, որը բնականաբար նրա վստահության աստիճանը շատ ավելի բարձր է, քան Արայիկ Հարությունյանինը, Արայիկին ճանապարհեցին, քանի որ նա այլ թև էր ներկայացնում, եւ արդեն կար հակասություններ, Արայիկենք հասկանում են, որ գալիս է Նիկոլի գնալու ժամանակը, բայց Նիկոլը ցանկություն չունի իրեն փոխարինողների, այսպես ասենք, այդ ժամանակավոր այդ կարճաժամկետ հատվածում, հա, մենք այդպիսի հատվածներ ականատես եղել ենք, որ իշխանության են բերում մեկին, որը որ կարճատև գործունեություն ունի իրականացնելու, նրա այդ ցուցակի մեջ Արայիկ Հարությունյանը չէր մտնում, բայց կարող էր լինել։ Դրա համար իրեն երևի ասել են կգնաս օլիմպիական կոմիտե, այնտեղ քո գործունեությունը կփորձես ծավալել, բայց խորհուրդ չեմ տա հենց Արայիկին էլ, որտեղ նա այնտեղ անելիք չունի եւ նա 5%-ը չի կարող անել այն ինչ որ սպորտի համար օլիմպիական մարզաձևերի եւ ոչ օլիմպիական մարզաձևերի զարգացման համար իր ներդրումն է ունեցել մեր եղբայր, մեր ընկեր, մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկը բարերար Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը։ Ուզում եմ հիմա անդրադառնանք այն հեռախոսազրույցին, որ Եկատերինբուրգում խնդրել էր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետին, դեռ այն ժամանակ վարչապետ կարող ենք ասել Նիկոլ Փաշինյանը, չնայած ուզում եմ նշել, որ այս չափի չէ 2026-ի 9-րդ գումարման ազգային ժողովի, բայց 8-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները եւս բավարար կեղծվել էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Ինչ էր խնդրել Միշուստինին, վարչապետին Ռուսաստանի Դաշնության, խնդրել էր որևէ ձևով կոնտակտ նախագահ Պուտինի հետ։ Լինելով պատկառելի կիսով չափ նաև մեր հայրենակիցը, որը մեծ պատիվ է մեզ համար, նման հսկա գիգանտը, որը այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետն է, իր մեջ հայի արյուն է կրում, նա խնդրել էր որևէ ձևով խոսեր նախագահ Պուտինի հետ, ինչը եւ եղավ։ Այդ մակարդակներում այնտեղ կլոուններ չեն, այնտեղ խապեպաներ չեն, այնտեղ ստախոսներ չեն, այնտեղ կոնկրետ մարդիկ են, ովքեր գիտեն իրենց խոսքի արժեքը, ունեն արժանապատվություն եւ այլանդակություններով եւ ազգակործան գործունեությամբ չեն
զբաղվում իրենց ժողովրդի, իրենց ազգի եւ գործընկերների հետ։ Նախագահ Պուտինը որևէ նոր բան չի ասել Փաշինյան Նիկոլին, միշտ բարեհամբույր ընդունել է, լսել է նրա զրպարտությունները, որ ասում էր դուք ճանաչեցիք Արցախը, բայց Նիկոլ, դու պետք է նախ ճանաչեիր, նոր հետո երրորդ պետության ղեկավարին այդ հարցը ուղղես, բայց ինչևէ, հիմա եկել ենք հասել ենք արդեն այսօրը։ Դու խոսում ես ինչ-որ պահանջներ, պայմաններ, պայմանագրեր, դրանք ոչ մի բան չի աշխատելու։ Ինչու՞, որովհետև այդ առաջինը խախտել ես դու այդ ամենը։ Դու թույլ ես տալիս Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի նախագահին խոսի Ռուսաստանի մասին Հայաստանի տարածքից։ Դու օրենք ես ընդունում դեպի Եվրոմիության գնալու, իհարկե, բայց հենց դու ես խափում առաջինը եւ հայ ժողովրդին եւ Եվրոմիությանը։ Քաջ գիտենալով, իմանալով, որ քեզ որ սպանեն, դու ԵԱՏՄ-ից այլտեղ չունես գնալու։ Ոչ միայն չունես, չես էլ գնալու, նաև չունես։ Դու հիմա այս իրավիճակը ամբողջ օգտագործում ես մեկ նպատակով՝ պահել քո աթոռը եւ փող աշխատել։ Ուրիշ բան քեզ չի հետաքրքրում։ Դու մատնիչ ես, Նիկոլ, մատնիչ, որը իր երկրի տնտեսվարողի մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարություն է անում, որ ձկնարդյունաբերությունը Հայաստանում շատ ցածր որակական մակարդակի վրա է գտնվում։ Եվ վերջի տարիներին դու հրաժարվել ես այդ ձկից օգտվելու։ Այնպես չէ, որ դու վարչապետ ես դառել նոր քո հնարավորությունները բացվեցին, ավելի թանկարժեք ձկնատեսակներ համտեսելու, բայց քո արած հայտարարությունը նախ դու հանցավոր անգործունեությամբ ես զբաղվել, եթե տարիներ առաջ արդեն իմացել ես, որ որակական առումով իր մեջ յուղեր է պարունակում, որը վնասակար է մարդու առողջության համար եւ թույլ ես տվել այդ ապրանքը արտահանվի քո երկրից, մեկ համապատասխան միջոցներ չես ձեռնարկել դրա դեմը առնելու եւ այդ որակական, սանիտարական, բժշկական համապատասխան նյութերը, այդ կերերը, որ ներմուծվում է եւ դրանցով կերակրում են այդ բասեյներում աճեցվող ձկներին, բերեն այնպիսի պատշաճ որակի, որ ինքը վնաս չլինի մարդու առողջության վրա։ Նշանակում է տարիներ շարունակ Հայաստանից թունավորված ձուկ է արտահանվել մեր թիվ 1 բարեկամ երկրի պետության տարածք եւ իրենց քաղաքացիներին մենք թունավորել ենք։ Բայց իրականում սա այն նպատակով է ասվում, որ մենք տեսակ չէ, մի հատ էլ էթնիկ կառավարության նիստի ժամանակ խոսեց, որ ձկնարտադրողները բավականին քիչ հարկել են վճարում։ Ոչ, այսինքն սա ցույց է տալիս, որ չի կարողանում այս խնդիրը լուծել եւ արդեն մեղքը բարդում է ձկան որակի վրա։ Որ ինքը իր ամբողջ կյանքի գործունեության ընթացքում փնտրել է մեղավորներ եւ ինքը թիվ 1 մեղավորը չէ, դա իր ամբողջ այս 32-33 տարվա գործունեության վկայությունն է։
Ամբողջ կյանքում նա փնտրել է մեղավորներ։ Չգիտեմ, կարակ չկա, սխտոր կերեք, միշ չկա, կանանչի կերեք, այս ամբողջ հայտարարությունները մենք հենց իրենից ենք լսել, այս ամբողջ մտքերի հեղինակը հենց ինքն է եղել, ինքը ասում է, որ այս ապրանքը ինքը ուտելու ենթակա չէ եւ նա թույլ է տվել, որ դա արտահանվի։ Դա դիվերսիա է, դա ուղիղ դիվերսիա է եւ երբ ոչ հերու ժամանակներում կվերականգնվի հայ-ռուսական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա, այն ժամանակ եւս այս մեր ձկնային տնտեսությամբ զբաղվող տնտեսավարողները խնդիր են ունենալու դեռ երկարաժամկետ ապացուցելու համար, որ սա որակով ապրանք է, ենթակա օգտագործման, բայց քաղաքացու գլխից, մտքից ինչքան ժամանակ է պետք, որ դուրս գա այն թեզը, որ Հայաստանի վարչապետը ինքն է ասում, որ ուտելու ենթակա չէ։ Սա ամբողջ մի հսկայական տնտեսության, հազարավոր աշխատատեղերի այնպիսի մի հարված էր, որ շատ երկար ժամանակ կպահանջվի, մինչև այս հարցը ինքը գա հասնի այն մակարդակին, ինչ 2025-ի վերջը մինչև գոյություն ուներ։ Սա լուր տվող է, սա հասկանում եք։ Այդ երկու անգամ էլ գաղութներում ես եղել։ Դու վերջը չհասկացար, որ բարի մարդկանց, քեզ ինչ որ մի բան կամեցող մարդկանց բռնել տալը չի հարգվում, չի ընդունվում ոչ մեկի կողմից, թե ադմինիստրացիայի կողմից, թե բանտապահների կողմից, թե տարբեր հոդվածներով նստած կալանավորների կողմից։ Նույնն ես մնացել, բան չի փոխվել է, նույն գործ տվողն ես, նույն բռնել տվողն ես, ամբողջ քարոզ արշավուտել դրա վրա էր կառուցել, բռնեմ, կզսնեմ, նստսնեմ։ Արյանդ մեջ է, քո հետ գերեզման ես տանելու, եթե ունենաս իհարկե, չնայած Մելիք Ֆրանգյուլի կողքին մի փոքրիկ տեղ կհատկացվի, կկոչվի ազգային դավաճանների պուրակ եւ կխնդրենք, որ այդ տարածքի անասնապահությամբ զբաղվող մեր հայրենակիցները հիմնականում այդտեղ տանեն իրենց ոչխարների կովերի կարիքները հոգալու։ Ոչ մի բան չի լինելու այս զանգերի արդյունքում, մենք գնալով շատ ավելի ծանր պայմաններ ենք ունենալու հետագայում արդեն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող ապրանքատեսակների հետ, դա կլինի էներգակիրներ, դա կլինի հացահատիկ, դե գնում եք գնացեք, բայց սիրելի հայրենակիցներ, ես ձեզ մի բան եմ ուզում նշել։ Ռուսաստանի Դաշնությունը եւս այնպես չի, որ խիստ շահագրգռված է, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ի տարածքում։ Ինչու համար։ Մնա, որ ինչ անի։ Իր ամբողջ հնայի 0.09%-ի մենք այնտեղ ներմուծում ենք անում։ Թե ինքը ինչքան է վնասվում գազի, վառելիքի, հացահատիկի, մնա, մենք թողի այնտեղ մենք մնանք, որ ինչ։ Դուք հասկանում եք, որ սա դերասանություն անում ես, բոլորիս խափում է, թե մենք Եվրոմիություն, ընդեղից ինչ-որ փողա բերում, որ բաժանի մեր ֆերմերներին, մեր գյուղատնտեսական տնտեսություններով զբաղվող քաղաքացիներին, ինչ-որ բանկերին հանձնարարել, չգիտեմ, արձակուրդներ տալ, որոշակի երկարաձգել այդ տոկոսները, վճարումները, բզբզում է, երկարացնում է ինչ-որ ձևով, փորձում է ինքը
կոմայի մեջ է, բայց իր գործունեությամբ սա դեռ չեն անջատում ապարատը, հասկանում եք, չկա միտքը չկա, գիտակցությունը չկա, ուղղակի արհեստական ձևով պահում են։ Չէ, տնտեսության մեր տնտեսությունը։ Բայց ասած էսի յատովի վերջի սկիզբն ալինելու բան շայնը։ Դե ինքը զանգել էր, ինքը զանգել էր, որ մի նամյոկ անեն, չէ, հիշում եք, ասում էր մի հատ նամյոկ անեն, տեսնենք այդ իր այն հին են ՀՀՇ-ական մի հատ ծիծաղի ձև ունի, հեգնական, այդ ոճի մեջ կառավարության նիստին ասում է նամյոկ անեն, տեսնենք այդ յատմն կա, չկա, քեզ ինչ կա, չկա, դու ինչ ես զանգում, քեզ ձիգ պահի, տղա պահի, այն Դոն Չիչոյի պես ցիլոտ դիր գլխիդ կրսկազարդը Հայաստանի քարտեզով այո ճիշտ եք ասում կարելի է հանել եւ կամ դաջված քարա գնա այդ բաներ կան փոքրիկ ակումբներ կան կարելի է գնա թող դաջեն ճակատի տելիզուր չչարչարվես կոստյումդ ծակես քարտեզը կպցնես Հայաստանի արդեն քեզ բոլոր տեղերը կճանաչեն բայց կարող է եւ լինի մի օր նման բան եթե երրորդ անգամ գաղութում հայտնվես այնտեղ կմտածվի դրա մասին Հայ կոնջերանի $10,000 աշխատավարձի բան շայնը վերցնում կոռուպցիա փոզով ոչով Գիտեք վերցրել են ինչպես որ հեծը կոնյակի գործարանը, ցեմենտի գործարանը, այդ բոլորը շուտով վնասով աշխատող հիմնարկներ են դառնալու եւ հարկեր չեն կարողանալու վճարել, աշխատողների կրճատումները լինելու եւ քանդվելու է այդ հիմնարկները։ Դա գիտեք ինչի է նման։ Եթե հիմնարկը չի աշխատում, հաստոցը ինքը կոռոզիայի է ենթարկվում եւ շարքից դուրս է գալիս։ Հետագայում այդ ամբողջը վերականգնել, այդ շուկաները նորից կարողանալ մտնել, դա հսկայական դժվարությունների է հանգեցնելու։ Նույն այն բոլոր հիմնարկները, որտեղ որ իրենք մտնում են, դրա վերջը դա է լինելու։ Տեսեք, այս ամենի մեջ ես ուզում եմ առանձնացնել այդ Երևանում գտնվող, հա, հիմա Երևան Wells ինչ որ այդ մարզական այդ ակումբը, մարզասրահը բայց հավատացեք, ես ուրախ եմ, որ գոնե ներսից է մարդ նշանակվել։ ՔՊ-ը ումը ուզում է լինի, մարզի չէ, ինքը գիտեք ոնց որ բժիշկին տանես, ասես սա ՔՊ-ը մի բուժի, այսպես կարող են ՀՀԿ-ի մեջ էլ գտնել, ՀՀՇ-ի մեջ էլ գտնել, ԲՀԿ-ի մեջ էլ գտնել, ՀՅԴ-ի մեջ էլ գտնել, շատ են կարող են գտնել։ Խնդիրը նա է, որ գոնե ներսից է այդ մարդը, տիրապետում է, գոնե գիտի որտեղ ինչ է, ինչի եւ կոլեկտիվը կարևորը չքանդվի, այն որ այս ամեն ինչը սա ապօրինի գործունեություն է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դա փաստ է, բայց դուք Գագիկ Ծառուկյանին ուժեղացրեցիք, չեք էլ պատկերացնում թե ինչ կա։ Ես կարող եմ հայտարարել, որ այսօր ընդդիմության լիդերը, ընդդիմության առաջնորդը լինելու է առաջիններից մեկը հենց Գագիկ Ծառուկյանը։ Մարդ ով չգնաց կոմպրոմիսի, ով չհամաձայնվեց վերցնել մանդատները, բայց դառնա ՔՊ-ի գործընկերը խորհրդարանում եւ ոչ միայն չկորցնել, այլ նույնիսկ հետագայում կարող էր նաեւ ընդլայնել իր տնտեսական գործունեությունը, որով ինքը վաղուց չի զբաղվում, հանձնել էր տարբեր կազմակերպությունների կառավարման, բայց Ծառուկյան Գագիկը իրեն պահեց ժողովրդի կողքին, ժողովրդից դուրս եկած հայ տղու պես։ Մոր կատ կերած տղու պես ինքը իրեն պահեց եւ հիմա այս
ժամանակահատվածը, որ ինքը ազատազրկված է, չնայած ես ուզում եմ նշել ճիշտ քայլ կանի Փաշինյան Նիկոլը, եթե խափանման միջոցը հանձնարարի փոխեն, ես դա ուզում եմ այդ մասին ասել, չգնաց Ծառուկյան Գագիկը, այո, ինքը իրեն պահեց որպես հայ մարդ, որպես հայ տղա, հայ բարերար, զավակ, պապիկ, ամուսին եւ վերցնելով իր վրա այս դժվարությունները, այս այլանդակությունները, որ իրականացնում են, ոչինչ։ Եկեղեցիներ կառուցված մարդ է։ Հիմա իր չափ ոչ մեկ Հայաստանում, Հայաստանից դուրս եկեղեցի չի կառուցել, եւ վստահաբար կարող ենք ասել, որ Աստծո ներկայությունը, Աստծո ձեռքը միշտ կլինի Ծառուկյանի թիկունքին, ինչը իր համար ամենագլխավորներից է, եթե ոչ ամենակարևորն ու գլխավորը, եւ հիմա որոշակի ոչինչ կհանգստանա ավելի շատ իր մտքերով, ավելի շատ մաքրված։ Գիտեք, պատմության ընթացքում հիմա մենք խոսեցինք, մտքիս եկավ Կարլոս 5 կայսրը, որը հռոմեական սրբազան ամենաերևելի կայսրներից է եղել, ով շատ բարձր հեղինակություն եւ հարգանք է ունեցել իր գործունեության ընթացքում։ Մի օրինակ կբերեմ, երբ Տիցիանը նկարում էր իրեն, վրձինը ընկնում է, կայսրը ինքն է վեր կենում տեղից, բարձրացնում վրձինը, փոխանցում Տիցիանին, եւ երբ մի առիթով իրեն հարցնում են, բայց ինչու դուք վրձինը վերցրեցիք, ձեր ենթակաները դա կարող էին անել, նա ասաց, որ ես կարող եմ իմ ենթականերին դարձնել հերցոգ, իշխան, բայց Տիցիան երկրորդ ես չեմ կարող ստեղծել։ Այս հետաքրքիր մշակույթի հետ նաև մեծ սեր ունեցող կայսրը ինքը իր կյանքի վերջի տարիները կամավոր հրաժարվեց եւ գնաց վանական ծառայության։ Այսպիսիք շատերն են եղել, յուրօրինակ այսպես մի պատմություն կա նաև Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III-ի հետ, որը հայտարարեցին, որ առողջական խնդիրների հետ կապված ինքը թողնում է իր լիազորությունները, բայց նա եւս գնաց եւ ուրիշ շատերը եւս կան։ Այնպես որ երբեմն առանձնանալ, լինել մենակ մտքերով, հոգևոր լեզվով ասում են խոկում։ Ինքը շատ կարևոր է, երբ դու քո մտքերի, քո հոգու, քո ձայնի հետ ես եւ քո ներսի դատավորի հետ ես։ Այնպես որ Ծառուկյան Գագիկը, Աստված առողջություն տա իմ ընկերոջը, իմ եղբորը, շատ ավելի ուժեղ եւ ամուր դուրս կգա եւ նրա ոգին կոտրել անհնար է, քանի որ Աստծո ներկայությունը կա իր ներսում։ Թող մտածեն անաստվածները իրենց հետ ինչ է լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։